Տիկնների այս քարոզարշավը էականորեն տարբերվում է իր տրամադրությամբ և մթնոլորտով և սրա համար կան մի քանի պատճառներ։ Այդ տրամադրության փոփոխությունը իմ կարծիքով ունի մի քանի առանցքային պատճառներ։ Այդ պատճառները սոցիալական են, այդ պատճառները տնտեսական են, այդ պատճառները նաև քաղաքական են և ուզում եմ սկսել այն շատ կարևոր փաստից, որ մենք ի վերջո 2026 թվականին կարողացել ենք այնպես անենք, որ միջին կենսաթոշակը Հայաստանի Հանրապետությունում այլևս այնպիսին է, որ մեր ավագ սերնդի ներկայացուցիչները սենց ասենք կարող են ծայրը ծայրին հասցնել։ Հնեն չի, որ դա մեր երազանքների գագաթնակետն է, որ մեր ավագ սերնդի ներկայացուցիչները ծայրը ծայրին հասցնեն, բայց ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականին, երբ որ ես վարչապետ եմ ընտրվել, Հայաստանում նվազագույն թոշակը եղել է 16,000 դրամ։ 16,000 դրամը մի գումար էր, որով նույնիսկ հաց ու պանիր հնարավոր չէր մի ամիսը ծեր հասցնել։ 2018 թվականից հետո, հեղափոխությունից հետո, մենք նվազագույն թոշակը կրկնապատկեցինք, ժողովուրդ ջան, դարձրինք 32,000 դրամ, բայց նույնիսկ այդ կրկնապատկված թոշակը բավարար չէր, որ մեր թոշակառուները մի ամսվա ընթացքում իրանց նվազագույն սնունդը ապահովեն։ Եվ միայն 2022 թվականին էր, որ մենք Հայաստանում նվազագույն թոշակը հավասարեցրինք նվազագույն պարենային զամբյուղին։ Նվազագույն պարենային զամբյուղը այն սննդի միավորի ամբողջությունն է, որ ըստ առողջապահության նախարարության անհրաժեշտ է, որ մի մարդը մի ամսվա ընթացքում ընդունի։ Եվ 2022 թվականը առաջին տարին էր Հայաստանի պատմության ընթացքում, երբ որ մենք կարող ենք ասել, որ Հայաստանում սոված թոշակառու չկա։ Ընդ որում ես խոսում եմ մի թոշակառու տրամաբանությամբ, որովհետև թոշակառուներ կան, բնականաբար ընտանիքում այլ անդամներ նույնպես կան, դա արդեն կախված մյուս ընտանիքի անդամները աշխատում են, թե չեն աշխատում։ Շնորհակալ եմ ասեմ, որ 2018 թվականից մենք 280,000 նոր աշխատատեղ ենք ստեղծել Հայաստանի Հանրապետությունում և ըստ էության մոտավորապես 75%-ով միջին աշխատավարձը Հայաստանի Հանրապետությունում աճել է, 75%-ով։ Սրանից, որ հանում ենք գնաճը 18 թվականից մինչև 2025 թվականը, մենք կարող ենք ասել, որ աշխատող մարդու աշխատավարձի գնողունակությունը մոտավորապես 50%-ով աճել է։ Բայց վերադառնալով սոցիալական մյուս երաշխիքներին, այսօր առաջին անգամ մեր պետության մեջ 65+ տարիքի կենսաթոշակառուների համար պետությունը, կառավարությունը ապահովում է նվազագույն առողջապահական կարիքները, Եվ ես ասում եմ, որ մեր ժողովուրդը հատկապես խորհրդային միության ժամանակների հետ կապված որոշակի նոստալգիա ուներ, նաև այն պատճառով, որ բժշկությունը անվճար էր եւ այլն, բայց մենք բոլորս հիշում ենք խորհրդային միության ժամանակ ինչպիսի անվճար էր առողջապահությունը, ճիշտ եմ ասում, որովհետև անունով անվճար էր, բայց 1000 ձևի մաղարիչ պետքա տայր։ Այսօր հələ մենք լավ պահում ենք, բայց պետքա նաև ինչ այդ նորմալ է, պետքա գիտեք թե սենց իմաստը հետևյալն է, այն վիրահատություններ ժողովուրդ, որը անհետաձգելի է, այսինքն անհետաձգելի է, մենք դա անհետաձգելի անում ենք, բայց մենք պետք է նաև հաշվի առնենք մի բան, որ եթե կան դեպքեր, որ մարդը կարա մի ամիս սպասի եւ այդ ընթացքում ոչ մի անշրջելի բան տեղի չի ունենա, ես ուզում եմ դուք նկատի ունենալ, որ այն բժշկական կենտրոնները, ովքեր սպասարկում են, իրանք հոմենակառուցության ապահովագրության ծրագրով չեն աշխատում, իրանք ուրիշ մարդկանց վճարովի փողով, ասենք ուրիշ տեղից մարդիկ գալիս են, փողով ստանում են, այդ
հիվանդանոցները, բժշկական կենտրոնները չեն կարող այդ մարդկանց ասեն, չէ, ձեզ չենք սպասարկում։ Մի քիչ վճարովիներն են սպասարկում, մի քիչ են առողջության ապահովագրությանը։ Բայց ելի ուզում եմ ընդգծել, որ նաև առողջության ապահովագրությունը մենք դրել ենք ոչ միայն 65+ տարիքի թոշակառուների, այլև իրանց զավակների համար, որովհետև նրանք, ովքեր 65+ տարիքի ծնողներ ունեն, միշտ իրանք լարվածություն ունեն իրանց մեզ, բա որ մեր ծնողի հետ մի խնդիր եղավ, մենք ինչ ենք անելու, այդ նույն մարդիկ նաև մեծ հավանականությամբ մինչև 18 տարեկան երեխա ունեն, եւ իրանք կրկնակի լարվածության մեջ են, համ ծնողի համար են մտածում, համ երեխայի համար են մտածում, ասելով, բա որ երեխես ու ծնողս միևնույն ժամանակ կարա չէ պատահի, առողջության հետ կապված խնդիր ունենա, բա մենք ինչ ենք անելու, որտեղ ենք վարկ վերցնելու, ինչն ենք գրավ դնելու, որտեղ ենք սև ցուցակում հայտնվելու, այսօր ձեր պետությունը եկել է ասելու, որ դուք ունեք պետություն ժողովուրդ, որ կանգնած է ձեր կողքին, եւ ձեր ծնողների եւ ձեր երեխաների նվազագույն առողջապահական կարիքները կհոգա, եւ ես շնորհավորում եմ ձեզ բոլորիդ, մեզ բոլորիս այս առիթով։ Սա նաեւ ես արձանագրում եմ առողջության ապահովագրության կապված շուրջ 50,000 թոշակառու կա Հայաստանում, որ քրոնիկական հիվանդությունների բերումով նախկինում իր թոշակից 10,000, 20,000, 30,000 դրամի դեղ առնելիս է եղել, որտեղ մարդիկ առանց այդ դեղը չեն կարող ապրել։ Այսօր այդ մարդիկ այդ դեղերն ստանում են առողջության ապահովագրությունից, սա նշանակում է, որ իրաց թոշակը ոչ թե 10,000 բուն թոշակը, պլյուս 10,000 անկանխիկ առևտուրը, այդքանն ավելացել, այլև այն փողը, որ նախկինում իրանք դեղի են տալիս, այսօր այդ դեղերը առանց վճարման ստանում են։ Հետևաբար այդ մարդկանց թոշակները ավելացել է 20, 30, ընդհանուր 40,000 դրամով։ Եվ ուզում եմ հիշեցնել, որ մենք 2018 թվականի համար այսօր եռապատկել ենք նվազագույն կենսաթոշակը։ Եվ միջին կենսաթոշակը այլևս ոչ միայն բավարար է, որ մարդը իր նվազագույն սնունդը առնի, այլև տարվա ընթացքում մեր սիրելի կենսաթոշակառուները կարող է մի հատ էլ մի զույգ կոշիկ կարենան առնել, մի հատ էլ չայի բաժակ կարենան առնել, մի հատ էլ սուրճի բաժակ կարենան առնել, բայց ես եմ ասում, սա հո մեր երազանքների գագաթը չի, որ հա մեր թոշակառուն կարա սրվի, ուրեմն վերջ դրանով ավարտվեց, բայց էլի կարևոր է հիշել, թե մենք ո՞ր կետից ենք, ժողովուրդ 2018 թվականից մենք 7 անգամ տարբեր որոշումներով թոշակ ենք բարձրացրել։ 8 տարվա մեջ 7 անգամ, ոչ թե անգամ 7, այլ 7 տարբեր որոշումներ են կայացրել թոշակը ավելացնելու մասին։ Այսինքն գործնականում ամեն տարի մենք թոշակի հետ կապված որոշում ենք կայացրել։ Սա գիտեք ինչի՞ց է, որովհետև մենք ուզում ենք, որ մեր թոշակառուները զգան եւ տեսնեն, որ իրանց պետությունը իրանց հարգում է, իրանց պետությունը իրանց սիրում է, իրանց աշխատանքը եւ վաստակը գնահատում է, որովհետեւ այսօր Հայաստանում ինչ կա, այսօրվա Հայաստանի կառուցած 80% մեր թոշակառուներն են կառուցել ժամանակին իրանց աշխատանքով եւ այսօր սա մեր հարգանքի համեստ турքն է ձեզ, որ դուք այսքան կառուցել եք եւ մեզ ժառանգել եք այս երկիրը, բայց լավ նորությունն է, որ մենք այսօր հաշվարկները արել ենք, հաջորդ 5 տարվա ընթացքում ժողովուրդ, եթե մենք այսպես շարունակենք, իսկ մենք համոզված ենք, որ եթե դուք մեզ վստահեք, մենք հələ մի բան էլ լավ կշարունակենք, մենք արդեն շինարարության տեմպերով ժողովուրդ կհասնենք խորհրդային միության մակարդակի եւ մի բան էլ կանցնենք։ Նկատի ունեմ 5 տարվա շինարարությունով, բայց այսօր արդեն մենք Հայաստանում կառուցում ենք այնպիսի դպրոցներ,
որոնց որակի դպրոցներ Հայաստանում երբեք չեն եղել այդ թվում խորհրդային ժամանակներում։ Այնպիսի մանկապարտեզներ, որոնց որակի մանկապարտեզներ չեն եղել։ Բայց ինչի հաշվին ենք մենք դա անում։ Առաջինը իհարկե աշխատանքի։ Մենք քաջալերում ենք, որ մարդիկ աշխատեն, բայց նաև մենք 2018 թվականից ոչ միայն չենք մոռացել, այլև հետևական իրագործել ենք երկրից թալանը կանգնեցնելու եւ թալանվածը վերադարձնելու օրակարգը։ Մենք 2018 թվականից մինչև օրս մենք մոտավորապես տարբեր ծրագրերով մոտավորապես 8 միլիարդ դոլարի գույք եւ դրամական միջոցներ վերադարձրել ենք պետությանը եւ այս process-ը շարունակվում է։ Օրինակներ կարող են բերել եւ տեղի ունեցածի եւ շարունակվողի։ Իմիջիայլոց այս իմ հաշվարկի մեջ չի մտնում օրինակ Հայաստանի էլեկտրական ցանցերը, որ այսօր արդեն փաստացի պետական վերահսկողության ներքո է եւ շուտով նաեւ դե յուրե կդառնա պետական սեփականություն։ Եվ այդ գործընթացը հեծը վերադարձնելուց հետո է, որ մենք պարզեցինք, որ այդ մարդիկ, որոնք իրենց բարեգործի մեծ անուններ են կպցրել, այդ մարդիկ հեծով մանկապարտեզների վրա հոսանքի ավել փող են գրել, որ իրենց գրպանները լցնեն։ Եվ այդ մարդիկ իրենց կոչում են բարեգործ։ Այդ մարդիկ մեր զորամասերի վրա հոսանքի ավել փող են գրել, մեր քաղաքացիների վրա հոսանքի ավել փող են գրել, եւ մենք դա իրանց չենք ներելու, իրանց չենք ներելու, եւ իրանք պետքա երկար տարիներ անցկացնեն բանտում, Հայաստանի Հանրապետության բանտում։ Նույնը վերաբերում է նաև Ռոբերտ Քոչարյանին, ով ի վերջո պետքա մարտի 1-ի ոչռագործության համար ստանա արժանի պատիժը։ Եվ այս ընտրություններով նաև այդ հարցն է, ընտրություններից հետո նաև այդ հարցը անխուսափելիորեն պետքա լուծում ստանա։ Ավելին ասեմ, մենք արդեն իսկ Գուլոյան Ծառուկյան կլանի թալանը վերադարձնելու գործով ենք զբաղված։ Այսօր արդեն Հայաստանի պետության սեփականությունն է Գուլոյան կլանի, Ծառուկյան Գուլոյան կլանի առանձնատներից մեկը եւ դա այլևս 25 միլիոն դոլար արժողությամբ դղյակը այլևս պետության եւ ժողովրդի սեփականությունն է եւ մենք առաջիկայում այդտեղ ստեղծելու ենք ծերերի խնամքի կենտրոն, ծերերի խնամքի կենտրոն։ Մենք ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի տունը միացած տեսեք մեր ձեռքերը ինչքան երկար է, արդարության ձեռքերը երկար է, ժողովուրդ ջան, այնքան երկար է, որ մենք Միացյալ Նահանգներում բռնագանձել ենք տվել Գագիկ Խաչատրյանի տունը, վաճառքի է հանվել այդ տունը եւ գնի 70%-ը հիմա փոխանցման գործընթացի մեջ է Հայաստանի պետական բյուջե, ինչի 70 Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին ես 2021 թվականին կապանում խոստացա, որ ժողովուրդը բաժնեմաս է ունենալու եւ մենք բաժնեմաս ունենք ԶՊՄԿ-ում եւ 2018-ից 2025 թվականը ԶՊՄԿ-ն 300 միլիարդ դրամ ավել վճարում է արևպետական բյուջե, քան նախորդող 8 տարիների 300 միլիարդ դրամ։ Այս այն գումարներն են ժողովուրդ ջան, որ նախկինում հոսում էր քրեական օլիգարխիայի գրպանը, այսօր այդ գումարները մտնում են ձեր գրպանը եւ դառնում են թոշակ, դառնում են առողջության ապահովագրություն, դառնում են դպրոց, դառնում են մանկապարտեզ, դառնում են փողոցի լուսավորություն, դառնում են նորոգված տանիք, դառնում են գազաֆիկացված շենք, դառնում են ջրամատակարարման համակարգ եւ այլն, դառնում են ամֆիթատրոն, այս ամֆիթատրոնն էլ է այդ փողերով իրականացվել։ Եվ սա է իրական Հայաստանը դրա մասին է,
ավելին ասեմ, այդ փողերը դառնում են հասնում են նրան, որ այսօր Հայաստանի բանակում 700,000 դրամ աշխատավարձ ստացող շարքային պայմանագրային զինծառայող կա։ Հայաստանում մարդիկ թոր, մարդու թոր, ասում եմ թորը, իմ թորը, հələ թորին զինվորին ծավ տանք միան։ Այսօր Ջորջան, նախկինում զինվորի ծնողը զորակոչիկի մտածում էր, ասում էր, վայ ոնց անում երեխեն կուտի, միր կուտի, չգիտեմ, նասկի եւ այլն։ Այսօր 18 տարեկան զինվորները գնում են բանակ 6 ամսից ով ուզում է իհարկե եւ համապատասխանવા չափանիշներին, պաշտպան հայրենիակ ծրագրով պայմանագիր է կնքում, դառնում է պայմանագրային զինծառայող, իր ատեստավորման տոկոսից կախված 300, 400, 500, 600, 700 չէ, 700,000 դրամ աշխատավարձ է տանում ինքը, ոչ թե ծնողն է պահում զինվորին, զինվորն է պահում ծնողին եւ հələ մարտական հերթապահությունից դուրս էլ պաշտպան հայրենիացի այդ տղերքը Իրաստանն են քնում, ծառայության մեջ ավտո են առնում, ավտոյով են գնում բանակ եւ վերադառնում տուն։ Էս է իրական Հայաստանը, ժողովուրդ, էս է իրական Հայաստանը։ Ավելին ասեմ, 2026 թվականի սեպտեմբերից բոլոր այն կուրսանտները, որ կավարտեն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան, սպայական կոչում կստանան եւ նշանակում կստանան, բնակարան կստանան, բնակարան, բոլորը առանց բացառության, բոլորը եւ այդ բնակարանը կլինի իրանց սեփականությունը ճիշտ է, մենք 20 տարի արգելք կդնենք այդ տունը վաճառելուն, բայց կլինի իրանց սեփականությունը եւ այսօր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները ամիսը 170,000 դրամ թոշակ են ստանում, ամիսը 170,000 դրամ թոշակ։ Ինչ վերաբերում է բանակի սպառազինությանը եւ տեխնիկային, ժողովուրդ ջան, ասացվածքը ասում է մի անգամ տեսնելը 1000 անգամ լսելուց լավ է։ Ես չեմ ուզում, որ դուք ինձնից լսեք, ես ուզում եմ, որ դուք մայիսի 28-ին գաք Հանրապետության հրապարակ եւ ձեր աչքերով տեսնեք ձեր նոր բանակը, Բայց ժողովուրդ ջան, այս ամեն ինչը շատ կարևոր է, բայց ամենակարևորը չի։ Չնայած բանակի պահը այդ ամենակարևորի մաս է, որովհետև բանակը մենք այո զարգացնում ենք, բայց այդ բանակը մենք չենք զարգացնում պատերազմի համար, մենք այդ բանակը զարգացնում ենք խաղաղության համար, որովհետև այն երկիրը, որը չունի ուժեղ պաշտպանունակ բանակ, այդ երկիրը գայթակղություն է ագրեսիայի համար։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ, մենք պետք է զարգացած հզոր պաշտպանության բանակ ունենանք, որպեսզի մեր երկիրը գայթակղիչ չլինի ագրեսիայի համար, բայց մեր ռազմավարությունը խաղաղությունն է, եւ ես ուզում եմ բոլորիդ շնորհավորեմ Հայաստանում ի վերջո հաստատված խաղաղության առիթով 2 տարի սահմանին մենք ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր, եւ սա է Հայաստանի ուրախության առիթը եւ պատճառը, որովհետեւ ես այսօր տեսնում եմ ուրախ Հայաստան, փետրվարի վերջին մենք նստել ենք ուրախ ավտոբուսը, ճամփորդել եւ ի վերջո հասել ենք ուրախ Հայաստան եւ ես երջանիկ եմ Հայաստանի ուրախության առիթով եւ ձեզ շնորհավորում եմ Հայաստանի ուրախության առիթով եւ այս ընտրությունների ամենամեծ հարցը, որը պետք է պատասխան ստանա հետեւյալն է, Հայաստանի ժողովուրդը ի վերջո Տեր կանգնում է խաղաղությանը, թե Տեր չի կանգնում խաղաղությանը, որովհետև շատ կարևոր է, որ ժողովուրդը Տեր կանգնի խաղաղությանը, այն խաղաղությանը, որը 9 ամսյա երեխայի նման մեր խաղաղությունը 9 ամսեկանա, մեզ ուրախություն է պատճառում,
Ցանկացած ընտանիքում, որտեղ 9 ամսական երեխա կա, այդ երեխան այդ ընտանիքի ուրախության եւ երջանկության պատճառն է, եւ այդ ընտանիքի ամենակարևոր անդամը։ Այսօր կասկածի դաղ են դնում, ասում են, այդ խաղաղությունը կա թե չկա, իրական է թե իրական չի։ 9 ամսական երեխան իրական է, եւ նա ասում եմ ընտանիքի երջանկությունն ու ուրախությունն է։ Եվ այսօր պատերազմի եռագլուխ կուսակցությունը ինչ առաջարկում, ասում է եկեք այդ 9 ամսական երեխային որփատուն հանձնենք, որովհետև մենք ի վիճակի չենք պահել, հանձնենք ուրիշի խնամքին, եւ երաշխավորի մասին նրանց խոսակցությունը հենց սրա մասին է, խաղաղությունը որփատուն հանձնելու։ Բայց մենք ասում ենք, մենք կարծում ենք եւ համոզված ենք, որ Հայաստանում կա ժողովուրդ, կա քաղաքացի, որ պատրաստ է ի վիճակի է կարող է դեր կանգնել խաղաղությանը եւ հետեւաբար սիրելի ժողովուրդ, ես ուզում եմ ձեզ կոչ անել, խնդրել, հորդորել, որ 2026 թվականի հունիսի 7-ին գնաք ընտրական տեղամասեր եւ դեր կանգնեք խաղաղությանը գործելով հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Բայց շատ կարևոր է արձանագրել, թե ինչ են քվեարկում 16-ին, որովհետև սա պաշտոնի կռիվ չի, ժողովուրդ, սա աթոռի կռիվ չի, սա պայքար է հանուն մեր պետության, հանուն մեր անկախության, հանուն մեր ազատության եւ մեր պետության հարատեվության։ Իսկ 16-ին քվեարկում ենք, որովհետեւ պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Վեդին, Արարատի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Բայց շատ կարևոր է նաեւ արձանագրել հետեւյալը, ժողովուրդ, որ այս բոլոր պատմական, քաղաքական, պատմաքաղաքական հարցերի հետագա ընթացքը այո կախված է ժողովրդի կամքից, բայց շատ կարևոր է արձանագրել, որ ընտրությունների ելքն ու հետագա հարցերի ճակատագիրը կախված է մեկ մարդուց, ընդամենը մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 Էլով կա ներկաներից այդ մեկ մարդը, ով այդ մեկ մարդը, թող ձեր բարձրացնի։ Եվ այս մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ, պետականատեր ժողովուրդ։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Վեդին, Արարատի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ ժողովուրդ ջան, շնորհակալ եմ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար